Ադրբեջանից Հայաստան վերադարձած խաղաղության կամուրջ գցող փորձագետները հարյուրավոր պատճառներ ունեն Բաքու կամ Գաբալա չգնալու եւ այստեղ մեր երկրում ադրբեջանցիներին չընդունելու համար, բայց դրա փոխարեն առաջ են բերում ընդամենը մեկ հիմնավորում, թե ինչու պետք է փոխայցելությունները շարունակվեն։ Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Ժամանակին Իլհամ Ալիևը այդպիսի ելույթ ուներ, որ ինքը թույլ չէր տալիս բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են խաղաղությամբ եւ բարեգործությամբ, մասնակցել ծրագրերի եւ հայերի հետ հարևանություն կառուցել։ Ես չեմ կարծում, այդ հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը փոխվել է, ուղղակի ինքը հատուկ ընտրել է մարդկանց, որոնք ներկայացնում են կոնկրետ ադրբեջանական թեզեր, ասել են հիմա դու այսօրվանից կլինես քաղաքասարակություն ու կգնաս կհանդիպես հայերի հետ ու նենց կանես, որ մենք ձևացնենք թե խաղաղություն են կառուցում։ 2020 պատվիրակությունների պատասխան հանդիպմանը հայ փորձագետները ադրբեջանական Գաբալա հասել էին ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին եկել Ծաղկաձոր, սահմանազատված, սահմանագծված միակ ճանապարհը կտրելով։ Եթե ամփոփ, ապա եւ Հայաստանում եւ Ադրբեջանում պաշտոնյաների հետ հանդիպմանը միևնույն թեզն են լսել։ Եվ այստեղ եւ այնտեղ քաղաքասարակությունների ներկայացուցիչներին վստահեցնում են, նույնիսկ համոզում, թե խաղաղությունն արդեն հաստատված է, հիմա միայն հողին է փորձում կանգնել։ Մենք շատ հաճախ խոսելով դետալներից, շատ հաճախ խոսելով process-ից, շատ հաճախ խոսելով ուրեմն մեր ամենօրյա լրահոսից ընդհանուր պատկերը ինչ որ չափով լղոզում ենք կամ մոռանում ենք։ Լրահոսի մասին փորձագետները դեռ կխոսեն, բայց եթե նրանց Հայաստանի ու հատկապես Ադրբեջանի իշխանությունները պնդում համոզում են, թե երկու երկրների միջև խաղաղությունն արդեն իրողություն է, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերի փաստը ինչի մասին է վկայում։ Շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ։ Երկու հասարակություններն էլ իրենց ընկալումները ունեն այս հարցի շուրջ։ Մի կողմի համար սա վրեժխնդրության, միջազգային հումանիտար իրավունքի խախտման մասին է, մյուս կողմի համար սա շատ այսպես պարզ հանցագործություն եւ պատիժ տրամաբանության մեջ է։ Կամ գործընթացը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, դատախազության այսպես ասած ճակերտավոր եզրակացություն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես ճակերտավոր ֆաշիստական պետություն, այդ մարդկանց ներկայացնել այդպիսին։ Ինչ վերաբերում է ադրբեջանական մեդիայում շրջանառությունից դուրս չեկող հակահայկական նարատիվներին։ Միայն վերջին 5 ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական Ազերթաջ լրատվական գործակալությունը 161 հոդված է հրապարակել, Հայաստանը անվանելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Հիմա քննարկում ենք արդյոք մենք ուրեմն մի թեզ, որը որ անիրատեսական է, անհնարին է եւ բացահայտ քարոզչական է, ոչ չեն քննարկում, որտեղ դրա իմաստը չկա, որովհետեւ չկա աշխարհերեսին հնարավորություն, որ Ադրբեջանը չէ, Թուրքիան չէ, Միացյալ Նահանգները չէ, աշխարհերեսին որևէ պետություն կարողանա կազմակերպել, որպեսզի Հայաստանում 300,000 ադրբեջանցի տեղափոխվի ու բնակվի։ Կոնկրետ այս դեպքում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեզը դեռ 90-ականներից եղել է, բայց վերջին տարիներին նոր թափ է ստացել։ Հետևաբար իրենք դա հիմնականում օգտագործում են չեզոքացնելու համար վերադարձի նարատիվը հայկական կողմից։ Ադրբեջանագետը սակայն հակադարձում է։ Ալիևն այս թեզը օրակարգ բերեց 2022-ի տարեվերջից, կոնկրետ Պրահյան հանդիպումից հետո, երբ հայկական կողմը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ալիևի ելույթում կա, որ շեշտում է, որ այս թեման բարձրաձայնվում է մենակ նրա միջոցով, որովհետև Արցախի թեման փակված է։ Բայց բացի դա, այստեղ շատ մի մեծ տրամաբանական թակարդ կա։ Այստեղ խնդիրը վերադարձի կամ ինչ-որ իրավունքների մասին չէ։ Այստեղ խնդիրը այն է, որ Ադրբեջան պետությունը Հայաստանի Հանրապետության տարածքն պետական մակարդակով քարոզում ու ներկայացնում է որպես իր պատմական հող։ Հայ-ադրբեջանական քաղաքասարակությունների հանդիպումները շարունակվելու են։ Ադրբեջանցիները Երևան են գալու, մեր փորձագետները Բաքու են գնալու։ Միայն թե ժամկետների շուրջ պայմանավորվածություններ չկան, որոշ ժամանակ դադար են վերցնում։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, ուշադրության կենտրոն ներքաղաքական զարգացումներ են գալու։ Ադրբեջանում էլ են սպասելու մեր ընտրությանը։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական եւ կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ բողոքները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ, պահպանվում են։
Օրեր առաջ խոսել է Ռուսաստանի Ռոսպոտրեբնոձոր պետական կարգավորող մարմնի ղեկավարը։ Սա կարելի էր ուղղակի ֆիքսել ու առաջ անցնել, եթե չլիներ նախկին փորձը։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ նման հայտարարություններից հետո հայ արտադրողների ապրանքներում հայտնաբերվում են սահմանված նորմերի էական խախտումներ։ Այն տեսականին եւ արտադրանքի այն քանակը, որը ստացվում է Հայաստանից, հիմք է տալիս ենթադրելով, որ դրանք ոչ բոլորն ունեն հայկական ծագում։ Մենք այս խնդրանքով զբաղվել ենք եւ 2024 թվականին եւ 2023 թվականին։ 3 տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումը 36 միլիոնից հասցրել է ավելի քան 100 միլիոն հատի եւ ապրանքների շատ տեսակներ նույն աճն ունեն։ Այդ պատճառով մենք ստիպված էինք բուսասանիտարական ստուգումը սահմանին ավելի մոտ տեղափոխել։ Մեծ քանակությամբ արտադրանք, որն ուղարկվում է Ռուսաստան, չի հասնում նախատեսված վայրեր։ Բացի այդ, Հայաստանից ստացվող բեռներում հայտնաբերվել է շուրջ 900 կարանտինային օբյեկտ, ինչը զգալիորեն բարդացնում է աշխատանքը։ Հայ արտադրողները սակայն նշում են, որ ծաղկի մասով ռուսական կողմի ենթադրությունները անհիմն են։ Հայաստանը վերջին տարիներին իսկապես էականորեն մեծացրել է ջերմոցային ծաղիկների արտադրության ծավալները։ 1200 հեկտար ջերմազուն է Հայաստանում։ Դրա մոտ 40%-ը երևի ծաղիկ։ Ինչ որ ծաղիկ տարվում է, դա մեր ծաղիկն է։ Երրորդ երկրից ծաղիկ չկա։ Այդ ուղղակի իրանք մեզ համար ռիպոններ են դնում, որ մեզ են ուզում խեղճացնել։ Բացի սա, հայկական կողմին նաև որևէ կերպ ձեռնտու չէ երրորդ երկրից ծաղկի վերարտահանումը։ Ծաղկի եվրոպական արտադրությունը հիմնականում կենտրոնացած է Նիդերլանդների ընկերությունների ձեռքում, բայց ծաղիկների բուն աճեցման process-ը կենտրոնացած է ոչ Նիդերլանդներում։ Հոլանդական ծաղիկը աճացվում է Քենիայում ու Էկվադորում։ Խելքի մոտիկ բան չի, որպեսզի այդ ծաղկը անեն բերեն Քենիայից կամ Էկվադորից ստեղ, հետո ստանան Մոսկվա։ Մրցունակ չի լինի։ Հետո էսը ոչ Քենիայից է ինքնաթիռ դրել, դա մենակ ինքնաթիռով է բերվում։ Ոչ էլ Էկվադորից է ինքնաթիռը գալիս Հայաստան։ Սակայն ռուսական կողմը կասկածներ ունի ոչ միայն հայկական ծաղկի մասով, խոսքը, ինչպես հասկացանք, սննդամթերքի մասին է նաև։ Նախորդ տարիներին բազմիցս նշել է, որ լաբորատոր փորձաքննությունները դրանցում ստանդարտներից շեղումներ են ֆիքսել։ Ենթադրվում է, որ հայ արտադրողները եւ պետական վերահսկող մարմինները պետք է որոշակի եզրահանգումների գային նախորդ այդ փորձից։ Ռուսաստանը շատ դեպքերում աչքը փակել է դրա վրա, սակայն որոշակի Ռոսկոմնadzորի խստություններ առաջացրել այն պարագայում, երբ որ եղել են որոշակի քաղաքական անհամաձայնություններ։ Եթե Ռուսաստանը որոշի բիծ գտնել մեր արտահանման վրա, ապա դա դժվար չի լինի իրականացնել։ Մեծ հաշվով վիճակագրությունն է ցույց տալիս, որ հայ արտադրողներից որոշները գուցե այդքան էլ ազնիվ չեն ռուսական կողմի հետ։ Այս պայն մեզ ավելի ցավոտ կլինի հրաժարվել ռուսական շուկային, քան 18 թվականին, որովհետև այս 7 տարիների ընթացքում դեպի Ռուսաստան ԵԱՏՄ արտահանումը 5 եւ ավել անգամ աճել է, դեպի Եվրոմիություն կրճատվել է 5%-ով։ Դեպի Ռուսաստան գնացող ապրանքները հիմնական գյուղատնտեսական 2.5 եւ ավել անգամ աճել են, սակայն տեղական գյուղատնտեսական կից արտադրանքը կրճատվել է։ Սա ինչ է նշանակում, որ առաջինը մենք մեր արտահանումը աճեցրել ենք վերարտահանման հաշվին։ Ըստ փորձագետների, եթե հաշվի առնենք քաղաքական ենթատեքստը, ռուս չինովնիկների հայտարարությունները տնտեսական լարվածության նոր փուլի հնարավոր մեկնարկի վերաբերյալ հայկական կողմին ուղղված հաղորդագրություն կարելի է համարել։ Մերձավոր Արևելքում ուժի մեջ է մտել ռազմավարական նոր իրողություն։ Իսլամաբադում Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների ձախողմանը հաջորդեց Վաշինգտոնի կտրուկ քայլը՝ իրանական նավահանգիստների լիակատար ծովային շրջափակումը։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ուժերը կարգելափակ են իրանական բոլոր նավահանգիստների ելքերն ու մուտքերը։ Շրջափակումն անկողմնակալ կերպով կկիրառվի բոլոր այն երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում են իրական նավահանգիստներ ու ափամերձ շրջաններ կամ դուրս են գալիս այնտեղից, ներառյալ արաբական եւ Օմանի ծոցերի իրանական բոլոր նավահանգիստները։ ԱՄՆ զինվորականները չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով դեպի ոչ իրանական նավահանգիստներ եւ հակառակ ուղղությամբ ընթացող նավերի նավագնացության ազատությանը։ Չնայած Միացյալ Նահանգները վնասել է իրանական կանոնավոր նավատորմի մեծ մասը, Հորմուզի նեղուցում վերահսկողությունը շարունակում է մնալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձեռքում։ Իրանն օգտագործում է մանևրունակ արագընթաց կատերներ, որոնց դեմ պայքարը տեխնիկապես բարդ է։ Իրանական կողմը զգուշացնում է, որ նեղուցում տեղադրված են մահացու թակարդներ։ Եթե Թրամփը գործողություններ ձեռնարկի Հորմուզի նեղուցի դեմ, ապա կկորցնի նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։
Շրջափակումն արդեն իսկ արձանագրվում է համաշխարհային շուկաներում։ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Սաուդյան Արաբիան կիսով չափ կրճատում է Չինաստանին մատակարարվող նավթի ծավալները։ Աշխարհի խոշորագույն արտահանողը մայիսին չինացի գնորդներին կմատակարարի մոտ 20 միլիոն բարել, ապրիլի գրեթե 40 միլիոնի դիմաց։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Փարիզն ու Լոնդոնը համաժողով կհրավիրեն բազմազգ խաղաղապահ առաքելություն ձևավորելու համար, սակայն այս նախաձեռնությունը դիտարկվում է բացառապես հետպատերազմյան փուլի համար։ Նախատեսվող առաքելությունը զուտ պաշտոնական բնույթ է կրելու եւ որևէ կապ չի ունենալու հակամարտող կողմերի հետ։ Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է կարգավորել նաեւ Իրանի հրթիռային ու միջուկային ծրագրերի շուրջ առկա խնդիրները։ Այս պահին Հորմուզի նեղուցով նավարկող բոլոր առևտրային նավերին հրահանգված է մշտական կապ պահպանել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հետ 16-րդ կապուղով։ Իրավիճակը մնում է ծայրահեղ լարված, քանի որ ռազմական շրջափակումը ուղղակիորեն բախվում է Իրանի զինված ուժերի տեղային վերահսկողության հետ։ Ապրիլի 11-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Քուչա-Կապարան ճանապարհին Նիսանը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել ՆԳՆ հաշվեկշռում հաշվառված ու ոստիկանության գվարդիայի կողմից շահագործված Հոնդա ավտոբուսին։ 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն, որտեղից մի մասին ռանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տես որ ասում ենք արգելապատնեշները փրկում են, ճիշտ է, ողբերգական է, բայց տես երկաթը չլներ ավտոբուսը կգլորվեր ձորը։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարներն ու բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները եւ Ապարան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Ապրիլի 12-ին Երևան երաշճանապարհին 61-ամյա Հուսիկը Hyundai-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ գլորվելով գողաշրջված հայտնվել դաշտում։ Վարորդն ու ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղևորը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Տեղում էին փրկարարծարայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Վիրավորները ամուսիններ են։ Վիրավորներից մեկին փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ավտոմեքենան էլ տեսնում եք ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոն, կարելի ասել, մետաղե ջարդոնի։ Ապրիլի 12-ին Մայրաքաղաքում Բաղրամյան պողոտայում բախվել են Բիդը եւ կայանված Մերսեդեսը։ Վերջինը Բիդի հարվածից մասամբ հայտնվել է գազոնում, իսկ հետևի անվատողն ամբողջությամբ կոտրվել է։ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Բարեբախտաբար դժվարներ չկան։ Ապրիլի 11-ին Թբիլիսյան Խճուղու եւ Զաքարիա Քանաքերցի փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Note, VAZ-2101 եւ Mazda 6-ը։ Վերջինը կոտրել է բազալտե եզրաքարը, հայտնվել անվտանգության կղզյակում։ 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են, մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, մյուսը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Գյումրի քաղաքի անկախության հրապարակում բախվել են 46-ամյա Հարությունի Մերսեդեսը եւ 41-ամյա Սարգիսի Մերսեդեսը։ Դրանցից մեկի 40-ամյա ուղևորը տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, իսկ մյուս Մերսեդեսը բախվել է Երկաթե Էլեկտրասյանը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի բարեկները։ Ապրիլի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Մայրաքաղաքում 29-ամյա Արմանը ջիպով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա Ռուբենին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներն օգնել են վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Արմավիրի Երևանյան Բաղրամյան փողոցների խաչմերուկում օդը կանգնած է։ Ամենուր հակասանիտարական ու գարշահոտ վիճակը չի վերանում։ Կեղտաջրերը ողողել են ինչպես փողոցը, այնպես էլ բակային տարածքները, լցվում են անգամ նկուղներ։ Հոտը նույնիսկ մի քանի խաչմերուկային կողմ է զգացվում։
Ամեն օր ազանգում են Վիոլա ջուր, Արմավիրի մարզպետարան, Արմավիրի քաղաքապետարան, սակայն ոչ մի դրական լուծում։ Հիմա այստեղ պիտի լինեք, որպես այս գարշահոտը, այս հակասանիտարական վիճակը տեսնեք։ Նայ, կեղտաջրի միջով մարդը գնաց։ Արմավիրցիները զայրացած ու զարմացած են։ Միթե Արմավիրի մարզպետն ու քաղաքապետը չեն տեսնում այդ վիճակը։ Հաճախ են անցնում այդ հատվածով։ Դեսի փլվելու է։ Բակը դատակ է։ Ու այսպես ենք առաժի կողը, շենքի մեջ, սա։ Ինձ ձևի հետ է կողը։ Այդ ձևի 9 ամիս, 9 ամիս։ Հա։ Ոտնալ սպանում է։ Մի ամսից չենք կարող ապրենք, արևը հելա։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Վեոլիա ջուր ընկերության Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցներն են գործի անցել։ Հատուկ տեխնիկա են բերել բացել խցանված խողովակները։ Այսպիսով կեղտաջրերի հոսքը դեպի փողոց դադարեցվել է։ Բնակիչները նշում էին, որ Վիոլա ջրի աշխատակիցները հատուկ մեքենայով մաքրել են դիտահորերը, ինչից հետո տեսնում եք հիմա այս պահին կեղտաջրերի հոսք չկա։ Վերջնական լուծման համար պետք է կոյուղատարներն ու դիտահորները հիմնովին փոխվեն, իսկ դրա համար հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք պետք է նաև կառավարությունը տրամադրի։